Սարգսյան, համեցեք Տիկին Սարգսյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Օրակարգային այս հարցով ձեր քննարկմանը ներկայացված նախագիծ, որով առաջարկում ենք փոփոխել գործող կանոնակարգը էլեկտրոմոբիլների հաշվառման, ընդ որում պիտի փաստեմ, որ նախագծի առաջարկը, այսինքն փոփոխության առաջարկը եկել է մեր քաղաքացիներից, անցած տարվա կտրվածքով մի շարք դիմումներ ենք ստացել, որով դիտարկել ենք այն հարցը, որ հաշվառման կարգը փոփոխենք, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում եւս միատեսակություն կարողանանք երաշխավորել մեր քաղաքացիների համար։ Որն է հիմա խնդիրը եւ ինչ ենք լուծում նախագծով։ Այս պայծրությամբ էլեկտրոմոբիլների հաշվարկման տեսանկյունից շարժիչի հզորությանը վերաբերող երկու ցուցանիշ ունենք, խոսքը առավելագույն կամ պիկային հզորությանն է վերաբերում եւ երկրորդը կայուն հզորությանն է վերաբերում։ Ընդհանուր առմամբ համաշխարհային մակարդակում ավելի շատ նախապատվությունը տրվում է կայուն հզորությանը, որը թույլ է տալիս ուղղակի երկար ժամանակ մեքենան վարել, չվնասելով մարտկոցը, սա հիմնական ընդունելի չափանիշն է։ Իսկ պիկային հզորությունը ըստ էության շատ կարճատև ժամանակահատվածում արագացմանը նպաստող առավելագույն հզորությունն է, որն ավելի շատ մարքեթինգային տրամաբանության մեջ միշտ որպես կանոն ավելի բարձր է լինում, քան իրական պատկերն է ստացվում, բայց մեր ներպետական կարգավորումներում մենք ընդհանուր առմամբ որպես ընդհանուր սկզբունք վերցրել ենք պիկային հզորության չափիչը որպես այդպիսին, իսկ ԵԱՏՄ ընդհանուր կանոնակարգը այնպիսին է, որ ԵԱՏՄ ռեեստրում գրանցվում են միայն անհատապես այն էլեկտրոմոբիլները, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր, եւ այդտեղ նշվում է միայն կայուն հզորությանը վերաբերող ցուցանիշը։ Հիմա ինչ ենք առաջարկում ըստ այդմ։ Առաջարկում ենք, որ մեր ընդհանուր կանոնակարգում հետևյալ կերպ շարժիչի հզորությունները նշենք։ Առաջին հերթին, եթե այո, ԵԱՏՄ ռեեստրում անձը ունի էլեկտրոնային անձնագիր, որտեղ որ կայուն հզորության ցուցիչը կա, այս շարժիչի հզորությունն է հիմք վերցվելու գույքահարկի հաշվարկման տեսանկյունից։ Բայց ինչ եթե չկա այսպիսի բան, որովհետև տվյալ էլեկտրոմոբիլի համար անհատական է լրացում, այսինքն էլեկտրոնային անձնագիրը, սա չենք կարող միատեսակ դարձնել բոլոր էլեկտրոմոբիլների սեփականատերերի համար։ Մենք նախատեսել ենք հետևյալ գործակցային տրամաբանությունը եւ պրոգրեսիվության կանոնն ենք իրարել ըստ էության, մինչեւ 250 ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների դեպքում, էլեկտրոմոբիլների դեպքում հաշվարկել ենք առավելագույն պիկային հզորությունը բաժանած 1.5 գործակցի, իսկ եթե 250-ից ավել ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների մասին ենք խոսում, 250-ի նկատմամբ կիրառվում է 1.5 գործակիցը, իսկ դրանից արդեն մնացյալ մասով կիրառում ենք 2.5 գործակիցը։ Որպեսզի մեր քաղաքացիների համար ավելի պարզ լինի, ես իրական կյանքից վերցված օրինակներով նկարագրեմ, իհարկե չնշելով որևէ մակնիշ, որպեսզի նաև գովազդ չունենանք։ Օրինակ, եթե ունենք 544 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլ, ներկա դրությամբ, եթե այն 2025 թվականի արտադրության է, գույքահարկը հաշվարկվում է 666.000 դրամ պիկային հզորության տրամաբանությամբ։ Բայց մեր գործակցային տրամաբանությամբ կվճարի քաղաքացին այլևս 276.000 դրամ։ Եվ մեկ այլ օրինակ, եթե խոսում ենք մինչև 250 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլների մասին, պայմանական վերցնենք 218 պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլ, այս ձևով 2025 թվականի արտադրության էլեկտրոմոբիլի դեպքում այս պայծրությամբ վճարվում է 133.400 դրամ գույքահարկ, բայց նոր հաշվարկային գործակցի պայմաններում քաղաքացիները կվճարեն 43.500 դրամ։ Նշեմ, պարոն վարչապետ, որ այս ընդհանուր առմամբ կանոնակարգումները կվերաբերեն, կտարածվեն շուրջ 20,000 ֆիզիկական անձանց նկատմամբ եւ 4,000 իրավաբանական անձանց նկատմամբ, սա ընդհանրական հաշվարկ ենք իրականացրել եւ անցումային որոշակի կանոնակարգումներ ունենք, որպեսզի դաշտը մաքուր լինի եւ պատկերը պարզ լինի քաղաքացիների համար։ Նախ կարգավորումը տարածվելու է նաեւ գործող էլեկտրոմոբիլներ ունեցող մեր քաղաքացիների նկատմամբ, բայց որևէ հետ հաշվարկ եւ այլն չենք իրականացնելու։ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվարկը կիրականացվի եւ մինչեւ տարեվերջ մեր հարգելի քաղաքացիները ունեն ժամանակահատված արդեն այս նոր ձևաչափով կատարելու վճարում, իսկ եթե օրենք այս կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո է ձեռք բերում անձը էլեկտրոմոբիլ, ապա դրան հաջորդող ամսվա 1-ից արդեն հաշվարկը կիրականացվի։ Փաստեմ, որ կարգավորումը նախատեսել ենք, որ ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից, ինչու ենք նախատեսել ապրիլ 1-ը, որովհետև չենք ուզում մեր քաղաքացիներին ծանրաբեռնել լրացուցիչ դիմումներով, մենք մեր թվային հարթակը այնպես կվերադասավորենք, որ ավտոմատ կերպով ցուցանիշային փոփոխություններ կունենանք եւ քաղաքացին ուղակի մտնելով road police հարթակ իր անձնական էջ կկարողանա տեսնել արդեն նոր հաշվարկման ձևաչափը։ Փաստեմ նաեւ, որ կարգավորումները նախատեսել ենք ուժի մեջ թողնել մինչեւ 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, որpիսի դրանից հետո արդեն հասկանանք թողնում ենք նույն ռեժիմը,
թե արդեն լավարկման որոշակի քայլեր ենք ձեռնարկում։ Կարծում ենք, որ սա նաև կնպաստի խթանելու էլեկտրոմոբիլների շրջանառությունը, շարունակելու խթանել էլեկտրոմոբիլների շրջանառությունը հանրապետությունում։ Եթե հարցեր լինեն, սիրով այսքան։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան, հարգելի գործընկերներ, դե էլեկտրոմոբիլների